Ընդդիմությունը շատ մեղք եւ խղճալի վիճակում է։ Երևի դրա համար էլ շուտ ընտրություններ են ուզում։ Այս մասին Զարկերակ EM-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով իմպիչմենթի գործընթացին։ Ըստ падգամավորի դա դատարկ օրակարգ է։ Քաղաքացին չի ուզում իշխանություն փոխվի եւ դուրս չի գալիս փողոց։ Նշենք, որ պատիվ ունեմ խմբակցությունը ներկայացրել էր նաեւ ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծ, որը հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել էր, որ իմպիչմենթը ընթանալու է փողոցային պայքարով եւ գործընթացը կսկսեն, երբ 54 ստորագրություն լինի։ Հասմիկ Հակոբյանի խոսքով փողոցային պայքարը սպասելի էր, քանի որ եղանակները բարենպաստ են։ Չեն կարողանա մարդկանց հավաքել, իսկ ներկաների քանակը այն թիվը չէ, որ կարող է անհանգստացնել իշխանությանը, նշեց նա։ Հակոբյանը բացառեց, որ ԿՊ-ից իմպիչմենթին միացողներ կլինեն։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի սպասվող ասուլիսին, նա ասաց, որ որքան նա շատ խոսի, իրենց համար լավ, քանի որ ամեն անգամ մի նոր դիմակ է պատրվում։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ստեղծած ուժին, падգամավորը այն իրենց մրցակից չհամարեց։ Քաղաքացին պետք է իմանա, որ իր ձայնը տալով Սամվել Կարապետյանին, տալիս է Քոչարյանին եւ Սարգսյանին։ Կարապետյանի մոտիվացիան իր տեղակայման երկիրն է, որը նախատեսում է Հայաստանի ներգրավում միութենական պետության մեջ, եզրափակեց նա։